կնոջ մոտ հավանական հղիության օրերը 1-2 օրեր են ամբողջ մեկ ամսվա ընթացքում, դաշնային ցիկլի 1-2 օրն է հավանական է, Ինչպես հաշվել այդ օրերը, հնարավոր է։ Հենց ես կասեմ իհարկե ինչպես հաշվել, բայց չպետք է զույգերը ֆիքսվեն այդ օրերի վրա եւ միայն հարաբերություն ունենան այդ օրերին։ Սա ամենատարածված սխալն է, կամ որ նույնիսկ բժիշկների կողմից առաջադրված այդ մոլորությունն է, որը զույգերին ստիպում է ունենալ այնպիսի սեռական կյանքի ակտիվություն, ինչպես որ թելադրում է բժիշկը, դա այդպես չպետք է լինի, սակայն կասենք ընդհանուր առմամբ, որ դաշնային ցիկլը սկսած առաջին իսկ օրից հաշված, մոտավորապես 12-ից 14-րդ օրերը միջինում տեղի է ունենում ծվազատումը, ֆոլիկուլի պատռումը եւ ծվաբջջի դուրս գալը, եւ հենց այդ օրերին է հավանական, որ եթե հարաբերություն լինի եւ ուղեկցվի նորմալ սերմահեղուկի ներթափանցմամբ, ապա կարձանագրվի հղիություն։ Սակայն զույգերը սխալմամբ կամ այլ ցուցումներով անմիջապես ֆիքսվում են այդ օրերի վրա եւ տղամարդու պարագայում առաջանում է լրջագույն խնդիր։ Մենք հաճախ ենք արձանագրում դա, երբ որ տղամարդուն ասվում է կնոջ կողմից կամ կնոջ բժշկի կողմից, որ ահա այս օրն է ծվազատում եւ պետք է մենք այսօր ունենանք հարաբերություն, տղամարդուն առաջանում է արգելակում։